Ական 87 Գաղափարական Դեռ ավելի վաղ ժամանակներից նախնադարյան մարդու ապրուստի միակ միջոցը որսն է եղել։ Թույլերն ու տկարները որս անել չեն կարողացել։ Մսի դիմաց որսորդին իրեր են տվել, փայլուն քար, սիրուն ճյուղ, հետո ճյուղը դարձրել են զենք նիզակ, որսորդից ավելի շատ միս են վերցրել։ Վերցնել տալու էվոլյուցիայի շնորհիվ շուկայական հարաբերություններն են սկիզբ առել։ Քարերը խարտել, փայլեցրել, գեղեցկացրել են, արժեքը բարձրացրել, ավելի շատ սնունդ են վերցրել։ Իսկ որսորդը գեղեցիկ քարերը պահեստավորելուց ձանձրացել ու ցածր գնով մորթի մշակողին է տվել, հագուստ է վերցրել։ Հավանաբար դերձակներից մեկի մեջ հայի արյուն է եղել։ Քարերը տարել, մեկին ավելի թանկով է տվել եւ այսպես ապրանքաշրջանառություն է սկսվել։ Հետո մտապահելուց հոգնել են, թե ով ում ինչ էր տվել, խճճվել ու սկսել են հաշվել։ Այստեղ թվաբանությունն է սկիզբ առել։ Թվերի բազմազանությունը աստղեր հաշվելու շարժառիթ է դարձել, ու մեծն ֆիզիկան իր խոսքն է ասել։ Այսպես ժամանակի ընթացքում մարդիկ զարգացել, քաղաքակրթություններ, բարքեր եւ կանոններ են ստեղծել։ Բոլոր ժամանակներում կանոններ փոխելը որոշակի ըմբոստության աղմուկ է բարձրացնում։ Զարգացման ընթացքում կառավարողները գլխի են ընկել, որ փոփոխություններից առաջ մարդկանց այդ մասին լսացնել, տրամադրել է պետք։ Այժմ համացանցով ինչ ասես չեն լսացնում, իսկ մարդու ենթագիտակցությունն առանց ֆիլտրելու ամեն լսած պահեստավորում ու պահեստավորում է։ Մինչ համացանցի հայտնվելը մարդկանց լսացնելու համար պատմել սիրող մեկի ականջին լուրը հայտնում ու քաշվում էին մի կողմ։ Լսել ես եկող ամսվանից լուսի փողը թանկացնում են։ Այսօրվա մարդը Wi-Fi-ին կպած իր ալեհավաք գլխով նոր ազդանշաններ է որսում։ Մարդու եւ տեխնոլոգիայի կապն այնքան է զարգացել, թվում է, թե մարդն ինքը ամենաբարձրագույն տեխնոլոգիական հրաշքն է։ Ասածիս ամենապատկերավոր բացատրությունը մտքի եկածը հեռախոսի էկրանին տեսնելն է։ Տեխնոլոգիայից այլևս փախչել չենք կարող, նույնիսկ գաղտնի մտածել չի ստացվում։ Մի քանի օր առաջ մեր հին շենքի հարևաններից մեկի բարեկամի անունն էի ուզում հիշել։ Հենց այդ րոպեներին Facebook-ով ընկերություն անելու առաջարկ ստացա, եւ օ զարմանք, բացեմ տեսնեմ հենց ինքն է որ կա, Քաջազնունին էր։ Համոզվեցի այն ճշմարտության մեջ, որ ինչ մեր մտքներով անցնի, ալգորիթմը գիտի։ Բայց հələ մի րոպե, ինչ ալգորիթմ։ Ընկերություն անելու առաջարկը մարդն է ուղարկում։ Փաստորեն արդեն այն մակարդակին ենք հասել, որ մտքի ուժով հին շենքի հարևանի բարեկամին կարող ենք գտնել, նրան ինչ-որ մի ազդակով կարող ենք հիշեցնել մեր մասին, եւ եթե դա իրոք այդպես է, ապա մտքի ուժով կարելի է մեծ արդյունքներ գրանցել։ Հարց է առաջանում. ինչու այդ մտքում մեր հայ լինելը եւ իսկական շահերը, մեր մտքում իրար սիրելու, լսելու, համախմբվելու եւ երկիր կառուցելու տեսլականը ինչու չենք մտապահում։ Որովհետև նյութապաշտությունը եւ անձնական շահը չեն թողնում։ Դե ուրեմն շահ շահին։ Որտեղ կա շահ, այնտեղ կա շահերի բախում։ Երկիր մոլորակի քարտեզի վրա ծվարած, ահռելի մայրցամաքի հողերով սեղմված մեր փոքրիկ Հայաստանը ամբողջ աշխարհին վառ տեսանելի ու ցանկալի է։ Բոլորը շոր աչքով մեր կողմն են նայում։ Մի ժողովուրդ, որ 35 տարվա մեջ իր միջից արժանի ղեկավար չընտրեց եւ սուտ խոսքերով կաշառվելուն ընտելացավ, այդ ժողովրդի մենթալիտետը փոխել է պետք։ Եվ որքան շուտ, այդքան լավ։ Ճաշակի մաքրման, որակի բարձրացման ծրագրեր են պետք, ազգային արժեքների պրոպագանդման լայնամասշտաբ ծրագրեր են պետք։ Բնական է ուժեղներին մեր զարգանալը, բանիմաց դառնալը, կողմնորոշված լինելը ձեռ չի տալիս։ Այդպես մեզ տիրել, ղեկավարել, պարտադրել չեն կարող։ Բաժան եղած իրար վրա ֆշշացնելու փոխարեն յուրաքանչյուր պահի կարելի է որոշել եւ ունեցածը պահելու, փայփայելու եւ ավելացնելու համար ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվել ու գործի անցնել։ Եթե պետական մտածելակերպ ձեռք բերենք, ազգայինով կհամեմենք ու լուռ կաշխատենք։ Գլխացավ առաջացնող աղմուկը երբ ավարտվի, դարերի խորքից մի մեղավոր կգտնենք, ամեն ինչ կբարթենք վրան, իրար հանգիստ կթողնենք,
Գլոբալ աուդիտ կանենք, խորքային խնդիրները կհասկանանք, դրանց լուծման համար ծրագրեր կմշակենք։ Մեկ էլ հանկարծ կտեսնենք, որ սայլը տեղից շարժվեց։ Հետո այդ սայլը կդառնա կառք, կառքը գնացք, որի անծայրածիր գծերը դեպի հրաշալի ապագա կտանեն։ Հայրենիքի կենացը առանց պաթոսի կլինի, սերունդներին հանձնելիք ապագան պայծառ կլինի։ Կապ չունի ով որտեղ երբ է նախկին եղել կամ երբ է ներկա եղել։ Գործենք այնպես, որ նախկինների փոխարեն ապագայում նախնիների շարքին դասվենք։ Ախր մի բուռ ենք մնացել։ Բուռը բռունց կդարձնենք ու առաջ գնանք։ Տեսականորեն հնարավոր կլինի ու հանկարծ չասեք ռեսուրս չունենք։ Մեր մտավոր ու ստեղծարար ռեսուրսների հաշվին այսօր աշխարհն ավելի զարգացած է, քան մենք։ Ինչքան խելացի մարդ կար տարան։ Մարդիկ մեղավոր չէին, գնացին դրսում աշխատելու, որովհետև սեփական երկրում չգնահատվեցին։ Ֆիզիկոս, գյուտարար, մարզիկ, մայակ գաչ քսող, ատամներով ինքնաթիռ քաշող, քաղաքագետ եւ այսպես շարունակ կարելի է թվարկել։ Բոլոր բնագավառներից լավագույն մասնագետները գնացին, բայց բոլորը չգնացին։ Հանրապետությունում ամեն օր ծնվող երեխաների համար ավելի լավ երկիր կառուցելու երազանքով շատերը մնացին, աշխատեցին եւ դեռ աշխատում են։ Մեկը շատ է աշխատում, մյուսը քիչ, բայց միայն աշխատողն է վաստակում։ Խոսքը միայն գումարի մասին չէ։ Վաստակած հարգանքը, սերը, հպարտությունը եւ այլ առաքինի բաներ ժառանգաբար երբեք չի փոխանցվում։ Այդ ամենը վաստակել է պետք, իսկ վաստակելու համար աշխատել է պետք։ Օր ու գիշեր առանց հանգստի, ուղղակի ճիշտ ապրել է պետք։